շարքային կազմի պարտադիր զինվորական Զինծառայության ժամկետի կրճատումը չի վերաբերում նախկինում ծառայության մեջ գտնվողներին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում ներկայացնում է նախագիծն ու հայտնում, որոշումը տարածվելու է միայն 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների համար։ Նախատեսում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 17-ամսյա ծառայության ժամկետով։ Դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ Նախարար Պապիկյանը հայտնեց, ընդունել են օրենքի նախագիծ, որը թույլ է տալիս ժամկետային զինծառայողների համար արձակուրդը դարձնել 21 օր, թիկունքային զորամասերում զինծառայողների համար, իսկ սահմանային ծառայություն իրականացնողների համար 30 օր։ Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը կարծում է, համալիր միջոցառումներ իրականացնելու փոխարեն նախարարությունը գրավիչ փոփոխություն է կատարել, բայց պատգամավորին այս պահին այլ հարց է անհանգստացնում։ Բազային աշխատավարձի բարձրացման հարցն է։ Հիմա մենք ունենք խնդիր համալրման։ Եթե պրոֆեսիոնալ բանակ պետքա ձևավորվի, այդ պրոֆեսիոնալ բանակը պետքա ձևավորվի պայմանագրային զինծառայողների միջոցով։ Հիմա դուք ինձ ասեք, ինչ գրավիչ պայմաններ եք ստեղծել, այդ թվում նաև աշխատավարձի տեսանկյունից, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին որոշում կայացնի, գնա եւ պայմանագիր կնքի եւ պայմանագրային զինծառայող աշխատի։ Ես հիմա այս հակադրություն չէ, բայց համեմատությունը մշտապես բերում եմ, որովհետեւ կարծում եմ տեղին համեմատություն է։ Պարեկի եւ սահմանին կանգնած պայմանագրային զինծառայողի միջև պարոն Պապիկյան անթույլատրելի է, որպեսզի պայմանագրային զինծառայողը ստանա ավելի ցածր աշխատավարձ ու զգալի ցածր աշխատավարձ, քան պարեկը։ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքով, թեև դժվար է բանակի մասին քննադատական խոսքեր ասելը, բայց այնուամենայնիվ իրողությունից ելնելով պետք է արտահայտվել։ Հայաստանի Հանրապետությունը որոշակի չափով խախտվել է աշխատավարձերի այսպես տրամադրման համակարգը, որովհետև մի համակարգ ուժային տարբեր կառույցներին հենց այնպես հատկացրել ենք կամ բարձրացրել ենք աշխատավարձը, իսկ բանակում սահմանում կանգնած զինվորին, ով ամենամեծ դժվարությունն է իր ուսերի վրա դնում, ասում են գնա քննություններ հանձնի, իսկ այդ քննությունները պարզապես հրամանատարական պատրաստության քննություններ են։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթ է ունենում խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Պարոն Օհանյան, Ղարաբաղի ճակատագրից երբ որ խոսում եք, մարդիկ շատ լավ հիշում են, որ ձեր քաղաքական թիմի գործողությունների արդյունքում նաև ձեր պալատական հեղաշրջման արդյունքում Ղարաբաղը լուծարվեց։ Դրա համար մեծ խելք պետք չի եւ բարդ ինչ-որ հիշողություն պետք չի, նոր այդ ամենը տեղի ունեցել եւ ձեր նախարար եղած տարիներն հիշում ենք ժեշտի բանկաները սահմաններին կախված։ Սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը 2 տարի ու կես, եւ ես ուզում եմ հստակ արձանագրել եւ բոլորիս համար ես կարծեմ ակնհայտ է, որ այս բարեփոխումները բանակում իրականացվող առաջին հերթին իրականացվում են խաղաղության շնորհիվ։ Ազգային ժողովը քննարկում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Վրցութային խորհրդի որոշմամբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Վահե Մկրտչյանի թեկնածությունը։ Կոռուպցիայի դեմ պայքարը զուտ իրավական կամ քաղաքական խնդիր չէ, այլ ազգային անվտանգության, սոցիալական արդարության եւ մեր պետության ապագայի հարց։ Ես խորապես գիտակցում եմ այն պատասխանատվությունը, որ դրված է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վրա։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաքելությունը չի սահմանափակվում միայն հետևանքների վերացմամբ, այն առաջին հերթին դրանց կանխարգելումն է։ Գոյություն ունեցող եւ զարգացող ռազմավարությունը եւ գործիքները թույլ չեն տալու, որ կոռուպցիոն ռիսկերը վերածվեն իրական խախտումների, այն է անկախ վերահսկողական մեխանիզմներ, ռիսկերի քարտեզագրում, շահերի բախման կառավարում, հանրային պաշտոն զբաղեցնողների նկատմամբ էթիկայի խիստ պահանջներ։ Խորհրդարանում փոխադարձ վիրավորանքներ ու մեղադրանքներ են հնչել, ով է ընդդիմությունից իշխանություն եկել ու հակառակը։ Ես ճիշտ լսեցի, որ պարոն Դանիելյանը իր ելույթում ասաց, որ կուսակցություն փոխելը չարիք է, թե ինչ, դες մի բան ասացիք, պարոն Դանիելյան։
Չէ, կոնտեքստից չեմ կտրում։ Բացարձակ կոնտեքստից չեմ կտրում, ուղղակի ես կարծում եմ դուք անարդար եք Տիկին Գրիգորյանի հանդեպ, որտեղ ձեր կողքը նստած է այս մարդը իմ քայլով եկավ դարավ падգամավոր, հետո բան արեց, քաղաքականապես միացավ Վայե Հակոբյանին, վերածնվող Հայաստան կուսակցության։ Եթե չեմ սխալվում, Տիկին Գրիգորյանը մի ընդհատեք Ժորժ ջան։ Եթե չեմ սխալվում, Տիկին Գրիգորյանը ներկայացնում է վերածնվող Հայաստան կուսակցությունը Վայե Հակոբյանի, որը ինքնին Հայաստան դաշինքի մասն էր, որը հետո էլ ոնց որ թե դուրս եկավ Հայաստան դաշինքից առնվազն ազգային ժողովում, բայց Տիկին Գրիգորյանը մնաց։ Ես իշխանությունից գնացել եմ ընդդիմություն ձեր դեմ պայքարելու համար։ Երբեք կուսակցության անդամ չեմ եղել, որևէ պաշտոն չեմ զբաղեցրել, իշխանական լծակներ չեմ կիրառել իմ ընտանիքի, իմ բարեկեցության համար։ Դուք սկզբունքային տարբերությունները այդտեղ չեք տեսնում։ Դուք սկզբունքային տարբերություններ այդտեղ չեք տեսնում կամ խեղճ Մելքոնյան Գագոնի չասի։ Գագիկ Մելքոնյան Գագո չի։ Պարոն Մելքոնյանա։ Մենք չենք ասում Քոչարյան Ռոբ։ Դուք ինձ այլևս երբեք չընդհատեք, խելոք լսեք։ Ընդհատեմ, երբ որ անհարգալից կլինեք, իսկ հիմա շարունակեք եւ հարգալից։ Մելքոնյան Գագիկ, այո, ճիշտ եք ասում, ներողություն եմ խնդրում, թե Գուրգեն Մելքոնյան, նույնիսկ այստեղ բան հարց կա։ Ծխելը սկսել եմ ձեր իշխանության օրոք։ Եվ ծխելը կթարգեմ, որ դուք իշխանություն չլինեք։ Հիմա իմիջիայլոց ծելնում է շաբաթներով չեմ ծխում, հետո քարորիայից հետո սկսում եմ ծխել։ Պարոն Դանիելյան, հարցն արդարության ես էլ մեր իշխանության օրոք թարգել եմ ծխելը, նենց որ 0-0։ Կեցեք։ Հասմիկ Վարադյան, Արմալուր։